Ոստիկանության խնդիրը քաղաքացու իրավունքների, նաև կյանքի և առողջության պաշտպանությունն է հանցավոր ոտնձգություններից, և այդ առաքելության մեջ պետք է հետևողական լինել ամեն օր, ամեն ժամ։ Քանզի ինչպես վկայում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համակարգված գործողություններով օրերս բացահայտված դեպքը, ամեն ինչից փող սարքելու մոլուցքով բռնվածները ոչ միայն օրենքը, այլև բարոյականության տարրական կանոններն են խախտում, սպառնալով նույնիսկ ամենաթանկի մեր երեխաների անվտանգությանը։ Օպերատիվ տեղեկություններին ստացվել, որ R&Co սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11 կոտորակ 8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս։ Օգոստոսի 11-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազման վարչության և Նոր-Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել են Ալավերդու թռչնաֆաբրիկա, ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ։ Արտադրամասի զնույթությամբ հայտնաբերվել են փչացած հավի միս, վերամշակման համար նախատեսված քիմիական տարբեր նյութեր ու դատարկ տարաներ, որոնք վերցվել են հետագա հետազոտությունների համար։ Էդվարդ Մխիթարյանը և նրա գործընկեր Գոռ Արզումանյանը առաքման համար շահագործվող VAZ-2121 մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն։ Շուրջ 10 տոննա նմանատիպ հավի միս էլ հայտնաբերվել է Փարաքարում և Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակbaşնետիրական ընկերության բեռնային համալիրում գտնվող Մխիթարյանի կողմից վարձակալված պահեստարաններում։ Միջոցառումներում ներգրավել են նաև գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության մասնագետներ։ Փչացած հավի մսի վերականգնման, ապրանքային տեսքի բերելու մեխանիզմը նոր չէ։ Նման հանցավոր գործունեություն ծավալվել ու կասեցվել է նաև այլ երկրներում, բայց մեր դեպքում բարոյական կողմը բազմապատիկ խոցելի է։ Պարզվել է, որ Էդվարդ Մխիթարյանը ոչ պիտանի փչացած հավի միս է մատակարարել Նոր-Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին։ Հետաքննությունը շարունակվում է։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, գողության 16 դեպքից 9, կողոպուտի 1 և խարդախության 24 դեպքերը բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և կողոպուտի 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին։ Ոստիկանության պետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, մասնավորապես օգոստոսի 4-ից հանրապետության տարածքում ընթացող Կանեփ Կակաջ 2014 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման արդյունքներին, դրական գնահատեց համապատասխան ծառայությունների աշխատանքը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է սերտացնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ու փորձագետների հետ փոխգործակցությունը, միջոցառումների արդյունքները պարբերաբար քննարկել և ամփոփել աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, վերացնել արկաթերությունները։ Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման, կատարողական կարգապահության բարելավման և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Կանեփ Կակաջ 2014 համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 13-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 29 տոննա 640 կիլոգրամ վայրի աճած և աճեցված կանեփի և 26 կիլոգրամ կակաչի կանաչ զանգված։ Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 32 դեպք։
Տնամերձ 164 սողամասերից հայտնաբերվել եւ առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554 կիլոգրամ կանեփի բույս, 26 կիլոգրամ կակաչի բույս եւ 600 գրամ կակաչի գլխիկներ։ Հարուցվել է 4 քրեական գործ։ Ուշադրություն, Շենգավիթի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խարդախություն մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին։ Ոստիկանները կասկածներ ունեն, որ նրա հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս։ Տուժողները կարող են դիմել Շենգավիթի քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին։